Վարդան Ղուկասյանն ասում է, որ բոլոր հայրենասեր համայնքի ղեկավարները եւ հայրենասերները ձեր իշխանության ժամանակ վատ են բրծնում եւ օրինակ է բերում, որ նաեւ իր տղային եք ձերբակալել, դա ճնշում է իր նկատմամբ։ Պետրոս դու զգացել ես, որ Վարդան Ղուկասյանը դարել է քո կյանքի ամենակարևոր մարդը։ Ինչ խոսում ես, սա մեջբերումներ այդ Վարդան Ղուկասյան, ասում է Վարդան Ղուկասյանն ասում է վատ է բրծնում։ Սխալ ասում։ Փարակար համայնքի ղեկավարին չեն գնդակահարե։ Մնացած ընդդիմադիր համայնքի ղեկավարների դեմ քերական գործեր չեն արուցվել, մենակ իրանն է։ Այտենց է, թե այտենց չի, Սարիկ։ Ես չեմ ձերբակալողը, պարոն Ղազարյան, իրավապահ մարմինները ձերբակալել են, հետո դատարանը տնային կալանք է տվել։ Ինքը չի ձերբակալողը, Պետրոս, իմացար։ Իրավապահ մարմինները գիտես ով է, Մորքուրի տղան։ Այսօրվա ազգային անվտանգության մարզային վարչության պետը Սարիկի հորկուրի չգիտեմ ինչի տղան է, մարդկանց կանչում է, որ անպայման եթե քփրին չարեցիք, բան չարեցիք, պատասխան կտաք։ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ։ Խո Սարիկը չի ձերբակալում։ Իր աղբերն է ձերբակալողը։ Ու հատկապես իր ընտրություններից առաջ, որպեսզի ընդդիմախոսների նեղություն տային, որ Սարիկը ընտրվեր, բայց այդքանից հետո էլ Սարիկը մեր Ռոմանոս չելավ, որ ընտրվի, մեր Ռոմանոս էլ չելավ, այդտենց էլ մնաց Սարիկ։ Այդ գործը 2019 թվականին է քրեական գործը սկսվել, այսինքն ընդհանրապես ընտրությունների Վարդան Ղուկասյանի առաջադրվելու հետո չի եղել կամ որպես քաղաքի համայնքի ղեկավար ընտրվելու արդյունքում չի եղել։ Պետրոս լսի չազում։ Արեցի լրիվ նուրջ եմ ասում, ոնց որ հոսանքը խփած լինի սրա։ Ասում է Վարդան Ղուկասյանի տղու գործը 2019 թվականի գործ է, բայց ընտրություններից առաջ են գնում իրան ջարդում, ու դա ընտրությունների հետ ոչ մի կապ չունի։ Բա որ ընտրությունների հետ կապ չունի, ասա 2019-ի գործը 2019-ին բռնած կլեին, 2020-ին բռնած։ Եթե թողել են եկել ասել ընտրությունների ժամանակ է մարդուն բռնում, նախընտրական շրջան, բաց չի որ այդ ընտրությունների համար է։ Մենակ Վարդան Ղուկասյանն են բռնել։ Սարիկ ջան, դու գոնե ձեր քաղաքում իմանում ես ինչա կատարվում։ Նախընտրական շրջանում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունները դուք ասեք։ Մարտուն Գրիգորյանի հարազատներ իր բոլոր թիմակիցների ձերբակալությունները նախընտրական շրջանում են, տատիկների գործ, հիշի Պետրոս։ Պարոն Գրիգորյան, փաստաբան Արսեն Բաբայանն ասաց, որ փաստորեն եկել են ձեր հոր եւ որդու հետևից, որ ձերբակալեն նրանց։ Խոզարկություններ Մայր Հայաստանի Դաշինքի տեխնացու Կարեն Սիմոնյանի գրասենյակում նախընտրություններից մի օր առաջ, 2 օր առաջ Ռուբեն Մխիթարյանին ընդհանրապես բան չունեն ասելու։ Կանչել են Երևանի քննչական, ասում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է Սարը եսի որ թվին, հիմա Գյումրու քաղաքապետարանը հլարիստ է։ Մի հատ ակտ կար, այդ ակտի համար ինչ որ մտե, որը չգիտեմ էլ։ Ես չգիտեմ, հիմա մտնեմ տեսնեմ։ Էն էլ են դեպքում, երբ որ Սարիկ իր եկքա երեխան էր, որ նայում ես Ռոմանոսից մեծ։ Դրել է գիրկը, նստել է մեքենայի առաջին նստարանին, որը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է։ Էդի Սարիկն է արել, բայց Ռուբեն Մխիթարյանին կանչում են ասում են եսին որ թվին դու առանց պրավա ավտո ես քշե։ Չէ, այդ ընտրությունների հետ կապ չունի։ Էդի արդարության հաստատման նպատակ ունի։ Ինչ ընտրություն, ինչ բան Պետրոս ջան, որ դարն է ախպեր։ Այ Ղուկասյանը ասում է ես շենացել եմ Գյումրին, կառուցել եմ Գյումրին, ինչ կա ինքն է կառուցել։ Ինչի եք նման սուրբ մարդուն չեք ընդունում։ Դե տեսեք, գյումրեցիները բոլորս գիտենք, ինչը երբ ոնց է կառուցվել, հողերը ոնց են ձեռք բերել, շինթույլտվությունները եւ այլն, բոլորը տեղյակ են։ Սարիկ ջան, բա դու գյումրեցի ես, ասենք դու տեղյակ չես, Գյումրու սուրբ ամենափրկիչ եկեղեցին, որ երկրաշարժից հետո վերականգնվել է, այս վերջերս էլ օծում եղավ։ Ում դերակատարությունն է մեծ եղել այդ հարցում։ Ես ինչքան հիշում եմ ամենայն հայոց կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգևատրեց դրա համար հայ եկեղեցու բարձրագույն իշխանը, ոնց որ թե իր դերակատարումներ դրանում մեծ, թե քոններ։ Դու այդ եկեղեցում գոնե գնում ես Մոնվա